Իսրայելը թիրախավորել եւ հարվածներ է հասցրել Իրանի տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ երկրի իշխանությունները հայտարարել են, որ հարձակվել են Իրանի միջուկային ծրագրի վրա եւ արտակարգ դրություն մտցրել Թեհրանի պատասխան հարվածների ակնկալիքով։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար։ Իսրայելի հարվածների ֆոնին վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարա մզկիթի վրա։ Իրանը օրվա ընթացքում 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը ասել է, որ Իրանը վճռական պատասխան կտա նույն չափով, որքան ջանքեր է գործադրել տարածաշրջանում խաղաղության եւ հանգստության համար։ Իրանագետ Արմեն Վարդանյանը հայկական ժամանակի հետ զրույցում նկատում է, պատասխան հարված միանշանակ լինելու է, որովհետեւ Իրանի հեղինակությանը շատ մեծ հարված է հասցվել եւ դեմքը փրկելու խնդիր ունի։ Իրանի կողմից գտնեն երթերային հարվածներ։ Բայց այս կարգի գործողություն, այս կարգի մասի պլանավորված իրագործած դեռ այժմ Իրանը չի գարարել։ Այսինքն նախադեպ չեն տեսել։ Պատկերացրեք, այսօր ինֆորմացիա եղավ, որ Իրանի տարածքում Մոսադը ինչ-որ բազա է ստեղծել հենց երկրի ներսում։ Անօթաչու սարքերը տեղակայել է Իրանի մոտ տարածքում եւ հենց Իրանի ներսից թռցրել են այդ ափսոները։ Մոտավորապես այս գործողությունները, ինչպես որ ուկրաինական այսպես արագոստային գործողությունը Ռուսաստանի տարածքում եղավ։ Դա շատ բարդ եւ չափազանց մեծ հմտություններ պահանջող օպերացիա է, որը այսօր աշխարհում մատների վրա աշխատ երկրներ կարող են իրագործել։ Իրանական արվեստները հիմնականում այսպես շատ կանխատեսելի են։ Իրանի տարածքի կամ որոշ դաշնակից պրոքսի ուժերի կողմից արտերակոծվում է Իսրայելի։ Ըստ Վարդանյանի կողմերը կհանդարտվեն Միացյալ Նահանգների միջնորդությամբ եւ կոնֆլիկտը ժամանակավորապես կսառեցվի։ Դիտարկմանը թե Թրամփի հայտարարությունը արդյոք հակառակի մասին չէր բացահայտ սպառնալիք չէր Իրանին եւ արդյոք չէր խոսում այն մասին, որ Իսրայելը այդ գործողություններին գնացել է Միացյալ Նահանգների համաձայնությամբ, Վարդանյանը պատասխանում է։ Իհարկե համաձայնություն եղել է առանց ԱՄՆ-ի համաձայնության Իսրայելը գործողության չէր գնա։ Բացապես տեղեկատվական դաշտում բավականին լավ աշխատեցին։ Կեղծ ինֆորմացիաներ էին տարածել, որ Թրամփը դեմ է հարվածին, Թրամփը թույլ չի տվել այդպիսի հարված եւ այլն, ամբողջ աշխարհում տարածել էին այդ դերը, որ պետացրեց Իրանի զգոնությունը եւ շատ լավ արտահայտավորված, շատ լավ կազմակերպված ինֆորմացիան արշավով գործեցին այս օպերացիան իրագործելու համար։ Հարցին թե այս հարձակմամբ ինչ խնդիր են լուծում թե Իրանը, թե Իսրայելը, իրանագետը պատասխանում է։ Իրանին ստիպեն օրգանա միջուկային գործարքի, նաև ոչ վախեցնեն, ոչ միտական վնասներ հասցնեն Իրանի միջուկային կարողություններին, ռազմական կարողություններին, ռազմական օբյեկտներին եւ այլն։ Նպատակները մեկը չեն, մի քանիսն են կարծում։ Իսկ ինչ եք կարծում այդ նպատակներին կհասնեն հաշվի առնելով նաև իրանական կողմի հայտարարությունը։ Իրանը բավականին անկախատեսելի երկիր է, միանշանակ դժվար է ասել կհասնեն իրենց նպատակ։ Չի բացառվում, որ սա հակառակացում է այդ միջելոց։ Իրանում գիտեք, ֆեթվակա կրոնական հրովարտակ, որ արգելում է Իրանի միջուկային զենք ունենալ։ Բայց այսքանից հետո չի բացառվում, որ ֆեթվան չեղարկեն եւ Իրանը իրոք սկսի մտածել միջուկային զենք ստեղծելու մասին։ Իրանը բավականին անկախատեսելի երկիր է, չի կարելի հստակ ասել, նաև Իսրայելը դժվար կարող է մոտելավորել Իսրայելի եւ ԱՄՆ-ն Իրանի գործողությունները։ Դիտարկմանը թե հնարավոր է ինչ-որ փուլում օդային հարվածներից կողմերն անցնեն ցամաքային պատերազմի օգտագործելով երրորդ երկրների տարածքները, ասենք օրինակ Իսրայելը Ադրբեջանի միջոցով սկսի գործել, Վարդանյանն ասում է, որ դա իրատեսական չէ, ավելին ֆանտաստիկայի ժանրից է։ Ադրբեջանը հիմա չի իր տարածքը տա Իսրայելը հարվածի իր տարածքը թիրախավորի Իրանի կողմից ֆանտաստիկա անես չի որ ալիևներ հիմնորա իր տարածքը տա իսրայելական բանակցամաքի դա ցամաքային պատերազմի մաստեր չկա այդքան արդյունավետ չի Այսինքն այս օդային հարվածներով կսահմանափակվեն այո ցամաքային առումով եթե գնան պատերազմի դա հարավոր շատ զոհեր ալնելու պատերազմում է նախ իրանական բանակի արտաքանական մի քանի անգամ ավելի շատ է քան իսրայելական երկրորդ պատերազմը ասենք Ղարաբաղյան պատերազմը չի 30-40 օքանոջո կարտերով իրար կամ գումարտակերով մտնում պատերազմի ոսկե 10,000 մարդկանց մասին պետք է այդ դեպքում այդքան մարդ բերել այլ երկիր այդ դեպքից արձակվել Իրանի վրա իրատեսական չի քեզ ճանապարհ որը ընտրել է Իսրայելը ամենաօպտիմալ տարբերակն է Իրան համար օդային հարվածներ շատ հեռու տարածությունից Իրանի ներսում գործողություններ եւ փորձել Իրանը քանդել ներսից Հարցին թե արդյոք այս գործողությունները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի համար եւ խոսակցությունները թե Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Սյունիքի ուղղությամբ իրատեսական են Վարդանյանը պատասխանում է Հնարավոր է փորձել մեր զարգերակը շոշափի Ադրբեջան բայց մի բան էլ պետք է հաշվառենք որ Ադրբեջանին միայն Իրանը չի զսպում նաեւ արևմուտքի գործոնը արևմուտքն շատ զսպում Եթե միայն Իրանն էր իհարկե Ադրբեջանը
գրառիչ։ Բայց նաև շատ կարևոր է դա ինչպեսի դիրքորոշում դրի արևմուտքը, այստեղ արևմուտքը նույնպես բազմիցս հստակ ասել է Իրանին, որ Հայաստանի տարածքի վրա հարձակումը բաներ հետևանքներ են ունենալու Ադրբեջանի համար, թանկին է վճարելու, դերի չեմ կանխատեսում, որ լայնամասշտաբ հարձակում լինի Հայաստանի վրա Ադրբեջանի։ Ինչ-որ բախումներ, ինչ-որ սահմանային միջադեպեր հրահրել են, փորձեն անդադար զբաղվել բախի ռեժիմում եւ այլն, բայց այսպես ներխուժում Հայաստանի տարածք լայնամասշտաբ ես չեմ կանխատեսում։ Դեպերեք Իսրայելին Ադրբեջանի հետ չհամատենք, Իսրայելը ԱՄՆ-ի դաշնակիցն է, Ադրբեջանը այդպես տակավիճակ չունի, այնպես որ Ադրբեջանը այդպիսի կարմիր լույս չունի տարբերություն Իսրայելի Հայաստանի վրա հարձակվելու։ Ըստ Վարդանյանի ռիսկային սցենարներ Հայաստանի համար չկան։ Վերադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը Իրանագետն ասում է Իրանը բնականաբար հրթիռային հարվածներ կհասցնի, սակայն դա չի վերածվելու լայնամասշտաբ պատերազմի, ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում է։ Վերջինս վերահաստատում է ինչ-որ փուլում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ հարվածները կդադարեն, սակայն թշնամանքը կշարունակվի։